Ինչ կարծիք ունեք նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Եթե անձի մասին եք հարցնում, դա կարծում եմ, չգիտեմ, ոչ թե անիմաստ եմ ուզում ասել, այլ բնորոշել, այլ ուղղակի Քոչարյանին ճանաչողները միայն լավ ու գերազանց կարծիք ունեն, եւ ես եկել եմ, որովհետեւ տեխնացությունը պիտի դնեն վարչապետի, եւ ուզում եմ իմանալ, սրտատրոպ սպասում եմ, որ Քոչարյանի տեխնացություն առաջադրվի անպայման։ Ձեր կարծիքով բավարար ձայներ կավակի ընտրություններում։ Կարծում եմ այո, որոշ հանգամանքներից ելնելով, նաև նկատի ունենալով անցած ընտրություններին, որովհետև առաջի ընդդիմություն ներկայացնող դաշինքն է, որ ձայներ հավաքեց, եւ հիմա ավելի հիասթափվել են այժմյան վարչապետ կոչված անձից, նրա եւ վարքագիծը, եւ աշխատելավոճը, եւ ամեն ինչը, ու մարդիկ ժողովուրդը շատ հիասթափված է եւ ավելի բարդ չեմ ուզում ասել, թե ինչպես է ինքը տանել չի կարող այդ անձնավորությանը։ Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ինչ դրական փոփոխություններ են եղել։ Դա չգիտեմ, դուք պիտի որ կարդացած եւ իմացած լինեք։ Նախ եւ առաջ Քոչարյանը, երբ որ եկավ ղեկավարության, այդ ժամանակ մեր երկիրը շատ ծայրահեղ աղքատ վիճակում էր եւ ինքը եկավ նրա համար, որ ինքը կարողանա դուրս բերել մեր երկիրը, մեր ազգին, մեր ժողովրդին այդ վիճակից։ Քոչարյանը հզորացրեց իր ժամանակ, հզորացրեց մեր բանակը, կառուցեց բանակը, հզորացրեց, երկիրը ոտքի կանգնեցրեց։ Չմոռանանք, երբ որ երկրաշարժը եղավ, երկրաշարժային գոտիները ինքը բարելավեց, այսինքն բնակավայրերը, երբ որ քանդված էր, ինքը կառուցեց շենքերը, բնակչությանը բավարարեց բնակարաններով, իհարկե երևի ցավով թողեց, որովհետև ամբողջությամբ ինքը չկարողացավ հասցնել իր ղեկավարման ժամանակաընթացքում եւ երևի թե եթե չեմ սխալվում մոտավորապես մի 10,000 ընտանիք կարող է եւ բավարարված չլինել, բայց բոլոր դեպքում վերականգնեց, բավարարեց, դուք փոքր եք տարիքով, երևի չեք կարող իմանալ, ինչքան մարդիկ էին անտուն մնացել եւ այդ բոլորը ինքը ղեկավարեց եւ ոտքի կանգնեցրեց բոլորիս, որովհետեւ այն վիճակում էինք, ժողովուրդային վիճակում էր, հույս չկար, որ կարող էինք ոտքի կանգնել, բայց ինքը եկավ արեց։ Այդ մասին իմիջայլոց Վազգեն Սարգսյանը շատ լավ չի մեկնաբանում, ներկայացնում է Քոչարյանին եւ նաեւ նշելով, որ Քոչարյանը մեր խորհրդանիշն է։ Եվ ես էլ ընդունում եմ, որ Քոչարյանը մեր խորհրդանիշն է։ Ձեր կարծիքով երբ նա ընտրվի վարչապետ, կարդարացնի նրան։ Ձեր սպասելիքները կարդարացնի։ Դա կասկածելու բան չի։ Դա ոչ ենթադրություն է, ոչ կասկածման ենթակա է, իհարկե, մենք այդ հույսով ենք, այսինքն այն հույսով, որ ինքը եթե լինի, եթե ինքը եղավ, մենք արդեն վստահ կլինենք, որ ամեն ինչ կանի առաջվա նման, այսինքն մեզ կուժեղացնի։